Ողջույն հարգելի կարիճներ, սա ձեր կանխատեսումն է մայիս ամսվա համար։ Տեսնենք, թե ինչ է ձեզ սպասվելու մայիս ամսվա ընթացքում։ Այս քարտերը մեզ հարկավոր են ուղղակի խորհրդի համար, խորհրդի կարգով, որպեսզի եթե լավ քարտեր չընկնեն, տեսնենք, ինչ է սպասվելու, ինչ է լինելու, որպես կողքից խորհուրդ։ Իսկ այս մյուս քարտերով մենք գնանք, տեսնենք ինչ է սպասվում ձեզ։ Եվ բացի դա էլ, եթե բաժանորդագրված չեք, կարող եք բաժանորդագրվել, որպեսզի բաց չթողնեք հաջորդ տեսանյութերը, նաև իհարկե սեղմեք զանգակոճակը, որպեսզի ձեզ ամեն անգամ գա այն տեսանյութերը, որոնք որ ես տեղադրում եմ, ձեզ մոտ կգա, դուք կտեսնեք, որ ես տեղադրեցի որևիցե տեսանյութ, որպեսզի հետ չմնաք, որովհետև տեսանյութերը բնականաբար կլինեն։ Հիմա է, որ ամսվա տեսանյութերը ավելի ուշ են, մնացած ժամանակներում ավելի շուտ կլինեն, բնական է։ Եվ կարող եք նայել եւ ձեր ասցենդենտի եւ լուսնային նշանները նույնպես, որպեսզի հասկանաք էմոցիոնալ առումով ինչպիսին է լինելու, միգուցե այստեղ ինչ-որ բաներ են, բորբոքվածությունը, անհանգստությունը, բայց լուսնային նշանում բացարձակապես նման բաներ չկան։ Դրա համար պարտադիր է, պետք է նայել լուսնայինը, իսկ դե ասցենդենտը մարդիկ այդպես են ձեզ տեսնում։ Տեսնենք, ինչ է սպասվում կարիճներին մայիս ամսին։ Այդքան է դուրս չան գալիս քարտերը, բավականին շատ պետք է հավելյալ քարտեր օգտագործեմ։ Այստեղ ունենք խնդիրներ, մի փոքր, մի քանի ոլորտում, որոնք պետք է անպայման վերլուծել հավելյալ քարտերով։ Ուրեմն, սկսում ենք մայիսը ինչ-որ մի բան մեր կյանքից հանելով, դուրս կգա ձեր կյանքից որևիցե մի բան, այն ինչ-որ ձեզ պետք չէր, այն ինչ-որ արդեն իր կյանքն ապրել էր, լինի դա ինչ-որ մեկը, լինի դա ինչ-որ մի բան, յուրաքանչյուր բան պետք է գնա նորին տեղ բացելու համար։ Եթե տեսնում եք չի գնում, նայեք տեսեք ձեր տունը ինչ կա ավելորդ, հանեք դեն նետեք, թարմացրեք տունը, զգեստապահարանը, ձեր կյանքը, մարդկանց, հեռախոսը, նկարները, մի խոսքով մաքրեք այն ավելորդը, ինչը որ ձեզ իրոք խանգարում է։ Եվ այդ դեպքում նոր կունենաք լայն տարածք նորի համար եւ նորը կմտնի ձեր կյանք։ Միգուցե ապրիլի հենց 30-ին որոշեք, որ վերջ, ես պետք է հանեմ ամեն ինչ եւ սկսեմ մայիսի 1-ից ամեն ինչը թարմ ու նորովի, առանց որևիցե խնդրի։ Գումարի հետ կապված գումար կտակ որևիցե աղջկա կամ նա ձեզ կարող է աջակցել, միգուցե ձեր տնօրենն է, միգուցե ձեր հաճախորդուհին է ձեզ գումար է տալիս, վաճառք եք ունենում, այդպես է գումար գալիս ձեզ մոտ, նաև դա կարող է լինել պարտք, կամ դուք պետք է տաք, կամ ինքը պետք է տա ձեզ այդ պարտքը։ Մի խոսքով գումարային հարցեր են, որոնք որ կլինեն վայցե կնոջ հետ, միգուցե տան վարձ եք տալիս, միգուցե ինչ-որ բան եք տալիս եւ իրեն եք տալիս այս ամիս։ Ձեր շրջապատը հիանալի կլինի, ձեր քույր եղբորից կամ հարևաններից ինչ-որ մի շատ լավ բան տեղի կունենա, միգուցե իրենք նաեւ աջակցեն ձեզ հաջողություն ձեռք բերելու համար, հաջողություն ունենալու համար այս ամիս։ Ինչ-որ մի բանը, որ չեք կարողանում անել, որ դիմեք իրենք կօգնեն, իրենց մոտ կարող է ինչ-որ մի հաջողություն լինի, որը դուք կիմանաք
Եթե քույր եղբայր չունեք, ապա սա ձեր շրջապատն է, իրենցից ինչ-որ մի լավ բան կիմանաք, թե ինչ եղավ, ինչպես եղավ, կզարմանաք, որ ինչ-որ մի բան է տեղի ունեցել իրենց մոտ։ Ամենայն դեպս հաջողակ բան է սա։ Կամ կարող եք ծանոթանալ հաջողակ մարդկանց հետ, լավ մարդկանց հետ, ովքեր որ ձեր կյանք կբերեն ուրախություն, ովքեր որ ձեր կյանք կմտցնեն իրոք շատ մեծ, շատ սեր, շատ լավ պահեր, ոնց որ կան մարդիկ, չէ, որ մեր կյանք են մտնում, իրանք ոնց որ անհաջողություն բերեն մեզ, իսկ մարդիկ եկան իրենց մուտքով մեր կյանք շատ հաջողություն են բերում մեզ, նման մարդիկ կարող են մտնել ձեր կյանք և հենց ձեր կյանք հաջողություն բերեն այս ամսվա ընթացքում։ Ընտանիքը սա ոմանք կամ վերադառնում են ձեր նախկին ամուսինը կամ կինը, այդպես եք ընտանիքը կառուցում ամրապնդում, ոմանք հենց այս ամիս ընտանիք կկազմեն, ոմանք կարող է հարաբերությունները դեպի ընտանիք տանող մի փոքր դժվար է, մի փոքր դանդաղ է առաջ գնում, բայց ամրանում է ձեր հարաբերությունը, այնպես որ մի անհանգստացեք, նա տանելու է դեպի ընտանիքի կազմում, ոնց որ ընտանիք կազմեք իրար հետ, բայց դեռևս ոնց որ դանդաղ է։ Ընտանիքի անդամների հետ կապված ինչ-որ մեկի առողջության հետ կապված պետք է մտածեք։ Սա նաև տան հետ կապված, միգուցե տան բիզնես է, որը ուզում եք անել, տան արք ու վաճառք, միգուցե բրոկերություն եք ուզում անեք։ Նաև շատ կլինեք ծնողների հետ, միգուցե այս ամիս դուք գնաք ծնողների տանը մնաք, միգուցե իրենք գան ձեր տանը մնան, ինչ-որ պահեր են այստեղ։ Երեխաների մոտ եթե խնդիրներ կային, եթե անհանգստություններ կային, օրինակ քննության հետ կապված, ավարտելու հետ կապված, բանակի հետ կապված, ապա ամեն ինչ այստեղ կարգավորվում է, անհանգստանալու բացարձակապես կարիք չկա, իրենց մոտ ամեն ինչ նորմալ է։ Ձեր հարաբերությունները, եթե խնդիրներ կային, դա ևս կկարգավորվի, եթե իրենց հետ ընկերական ավելի շատ լինեք։ Ամեն ինչը կկարգավորվի այստեղ։ Պետք չի լարվել, պետք չի շատ անհանգստանալ։ Եթե հղի եք, եթե պետք է ծննդաբերեք, այստեղ հիանալի ծննդաբերություն կլինի, եթե անհանգստանում եք, հղիությունը կպահպանվի, թե ոչ, միգուցե խնդիրներ կան և դա ձեզ անհանգստացնում է, ապա ասեմ, որ այո, այդ հղիությունը անպայման կպահպանվի, կկարողանաք պահպանել, ոչ մի խնդիր չլինի, բայց այստեղ խնդիրը առողջության հետ է կապված։ Առողջության խնդիրը։ Ինչի է խնդիրը առաջանում։ Պետք է գնաք բժշկի։ Պետք է անպայման այցելեք բժշկի այս ամիս։ Ինչ-որ բան պետք է անել։ Ինչ-որ մի բանը խոչընդոտ է ձեզ ստեղծելու, քայլելու հետ կապված կարող է լինել շարժողականության, ցավի, և դուք պետք է այստեղ անպայման գնալու եք բժշկի։ Բայց ինչի առաջացել։ Միգուցե բժշկի ասածները չեք արել։ Օրինակ ես էլ, եթե ասում են 10 օր պետք է դեղ խմես, 2 օր խմում եմ, էլ չեմ խմում։ Էլի է ցույց տալիս։ Էլի է ցույց տալիս բժիշկ հիվանդանոց։ Սա ինչ-որ մի բան է, որ պետք է անպայման գնաք։ Թե հիմա ձեզ համար է, բայց ձեր առողջությունն ենք մենք նայում։ Գիտեք, ինչ-որ մի բան կարող է լինել, որ պետք է մշտապես այն օգտագործեք, մշտապես անեք դա։ Ամենայն դեպս մայիս ամիսը պետք է անընդհատ ոնց որ անեք այդ կամ գործողությունը կամ միգուցե ինչ-որ դեղորայք եք ընդունում, միգուցե ինչ-որ բան է, և այս ամիս պետք է ամբողջ ամիսը այդ անընդհատ անեք ու անեք։ Օգտագործեք, խմեք, և դուք չեք արել, միգուցե դրա համար էլ երկու քարտը, մեկը բժիշկը ցույց տվեց, մեկը հիվանդանոցը։ Անպայման հետևեք ձեզ, և եթե դեղորայք են տվել ձեզ, հիմա խմեք, որտև դեռ մայիսը չէ։ Հիմա խմեք, հետևեք ձեզ, որպեսզի
մայիս ամսին արդեն խնդիրներ չունենանք։ Հարաբերությունների մեջ, այստեղ հարաբերությունները անկեղծ չեն, ինչ-որ մարդկանց հետ։ Եթե նոր հարաբերություններ եք ստեղծում, նոր ծանոթություն է սա ձեզ համար, ապա նշեմ, որ հնարավոր է կամ այդպես շուշտրիորեն մտնում են ձեր կյանք, կամ իրոք այդ հարաբերությունները այդքան էլ լավը չեն, ես օրինակ այդքան էլ չէի վստահի։ Մի հատ լավ ուսումնասիրեք, թե ով է, ինչու մտավ ձեր կյանք, ինչպես մտավ, որտեղ այդտեղ խաբեություն կա, այսինքն մաքուր մտքով մարդը չի գալիս ձեր հարաբերություններ։ Եթե զգում եք տարբերությունը մարդու են, որ շուշտրություն է անում, սրա նրա միջոցով ձեզ հետ ծանոթանա, դա ուրիշ հարց է։ Բայց սա մի տեսակ, եթե զգում եք, որ չէ, էլի, ոնց որ այն չի, այն ծանոթությունը չի, այն ձևով չի, զգում եք, որ դե դուք պետք է զանգեք իրան, կամ սա արդեն է։ Եվ այստեղ կարող է հարաբերությունում նաև, եթե այս բանն էլ թեկուզ հարաբերությունների մեջ եք, զույգը կարող է նաև մի փոքր խորամանկություն անել։ Թեկուզ օրինակ գիշերը տուն չգալ կամ ուշ տուն գալ եւ խորամանկություն անել։ Ինչ որ մի բան ասել, որը իրականությանը չի համապատասխանում։ Նաև սա ինչ որ մարդիկ են, ովքեր որ իրոք կարող է իրենց քիթը մտցնեն ձեր հարաբերություններ, փորձեն խառնել, միգուցե խաբելու գնով, գուցե իրենց այդպես շուշտրի գնով, ինչ որ մի բանով, այստեղ կարող են փորձել այնպես անել, որ հարաբերությունները փչանան։ Գուցե հեռվում են ապրում այդ մարդիկ։ Եվ կարող եք իրենց ասածով ճակատագրական քայլ անել նաև։ Այնպես որ ճակատագրական սխալ նույնպես, եթե այս մարդը ուղղակի կեղծավոր մտնում է ձեր կյանք, ինչ-որ մի հարաբերություններ օրինակ ունենալու համար։ Ով է այս մարդը։ Նայեք, խոչընդոտ է բերում ձեր կյանք։ Մտնում է ձեր կյանք, մարդիկ կան, չէ, օրինակ, որ ծանոթանում են կամ ուզում են ծանոթանալ, այդպես շուշտրիորեն մտնում են կյանք, բայց եթե թույլ չես տալիս քո կյանք մտնեն կամ արդեն ինչ-որ չափով 1%, 2% թողել ես քո կյանք մտնեն, հետո իրանք քո կյանք խնդիրներ են բերում, ինչ առումով սկսում են աչ ու ձախ ինչ-որ բաներ խոսել, դե համար այստեղ շատ ու շատ իրա պետք լիներ հարաբերությունների հետ կապված։ Նոր հարաբերություններ այստեղ բացարձակապես, պետք է իրոք այնքան խորամանկ լինեք, որ հասկանաք ինչպես ինքը եկավ մտավ ձեր կյանք եւ ինչ է ուզում ձեզանից, իրոք, դա պետք է աչքերը 4 արած հետևեք։ Նաեւ դա կարող է լինել մի կին, ով որ եւս քիթը մտցնում է ձեր հարաբերությունների մեջ։ Ուրեմն այստեղ նաև փաստաթղթերի հետ կապված, որ կնոջ հետ է կամ ինքը ձեզ կօգնի փաստաթղթերը ձևակերպելու համար, եթե դուք տղա եք, ապա այս կնոջ հետ կարող եք հարաբերություններ ստեղծել, միմիայն ինտիմ հարաբերություն, ինտիմ հողի վրա, այդպես, միայն ինտիմ լինի։ Եթե տղամարդ եք եւս այդ կինը ամուսնացած եք, ապա ձեր կնոջ մոտ փոփոխություններ տեղի կունենան, յուրաքանչյուր ոլորտ դա կարող է լինել։ Նաև ինչ որ կինը, որ ձեզ կաջակցի, կօգնի փաստաթղթային հարցերում, միգուցե ինքն է լուծելու այդ հարցերը, անընդհատ գնում եք, ինչ եղավ իմ խնդիրները, ինչ եղավ այս թուղթը, եւ այլն կախված է ինչ գործողություններ է դա լինում։ Միգուցե անձնագիր է, միգուցե ինչ որ մի բան է, անընդհատ կանչում եք, բան կա, կանչում է ինչ որ փաստաթուղթ է ուզում ձեզ, ինչ որ փաստաթուղթ է տալիս, փոխեք եւ այլն, յուրաքանչյուր թղթային հարցեր։ Եվ այստեղ եւս մի բան կա, որ էլ ինձ դուր չի գալիս։ Ճանապարհորդելու հետ կապված։ Եթե մեքենա եք վարում այս ամիսը, չափազանց զգուշ եք վարում։ Չափազանց։ Խնդիրներ առողջության մեջ։ Քարտի ներքևում այդ քարտը։ Այստեղ ավելի վատ քարտ։ Շատ ուշադիր եք լինում, չափազանց ուշադիր, ոչ թե 100%-անոց աչվալուրջ, այլ 250-300։ Նաև եթե թեկուզ նստած եք տղամարդու կողքին, եւս, էլի պետք է ուշադրություն դարձնեք։
Եվ եթե դուք ուզում եք ճամփորդել, բայց ձեր կողակիցը չի ցանկանում, ապա դրա վերաբերյալ բավականին վեճ կարող է լինել։ Շատ սուր վեճ, դա ձեզ համար շատ մեծ խնդիրներ կարող է նաև առաջացնել։ Կամ ինքն է ուզում գնալ, այստեղ կարող է ոչ թե ճամփորդելու հետ է կապված այդ հարցը, այլ ուղղակի մեկնել մեկ այլ երկիր։ Գուցե դուք ուզում եք, նա չի ուզում, նա կամ հակառակը այսպես։ Խոսակցություններ նաև դա կլինի։ Եվ եւս էլ եմ զգուշացնում մեքենա վարելուց, հատկապես թեկուզ տղայի կողքը նստելուց, եւս իրեն զգուշացրեք, որ մեքենան դանդաղ վարի եւ շատ ուշադիր։ Ոմանք նաև անսպասելի կտրուկ կարող եք որոշել գնալ օտար երկիր, գնալ ճամփորդության, ոմանք կտրուկ կարող են որոշել, որպեսզի գնան սովորելու, ոմանք անսպասելի կավարտեն եւ դիպլոմը չեն ստանա, այսինքն կտրուկ կարող եք որոշել, որ չէ, ախր պետք չի այդ դիպլոմը, որովհետեւ իրոք անիմաստ է, որովհետեւ ես այս գծով երբեք չեմ աշխատելու կամ եւ այլն, ինչ որ պահեր այստեղ։ Անսպասելի կարող եք հիշել, որ վայ քննություններ ունեք եւ պես պետք է արագ, չգիտես ոնց պարապեք, մոռացել եք, որ օրինակ այդ ժամանակահատվածում է։ Եվ կարող եք նաև փոխել ձեր մտածելակերպը Աստծո վերաբերյալ, մեր կրոնի վերաբերյալ, ինչ որ մի բան կարող է ձեզ մոտ այսպես կտրուկ փոփոխություն տեղի ունենա։ Աշխատանքում բավականին շատ բամբասանքներ կան, ամեն մեկի հետ մի կիսվեք այնտեղ, ինչ որ բաներ եք անում, նաև շատ կխոսեք աշխատանքի մասին, միգուցե ուզում եք փոխեք աշխատանքը, աշխատանքի ոճը, միգուցե այնտեղ տնօրենի հետ անընդհատ քննարկումներ, ինչ որ բաներ են, որ պետք է միգուցե սովորեք, միգուցե վերանայեք մի հատ, բացատրում են ձեզ, միգուցե նոր աշխատանք է եւ անընդհատ բացատրելու կարիք կունենաք, անընդհատ կարող եք դիմել եւ գան ձեզ բացատրեն, սա ինչպես պետք է անեք, դա ինչպես պետք է անեք։ Նույնն էլ բիզնես է այստեղ, միգուցե գնում եք նման տրեյնինգների, որտեղ որ ձեզ բացատրում են, օրինակ, ես հեսա 30-ին եւս էլի գնում եմ նման տեղ, որտեղ էլի եւս բացատրում են գործունեությունը եւ այլն, յուրաքանչյուր բան է այնտեղ հատուկ մասնագետներ են, ոչ թե թռուցիկ ուղակի օթից ընկած մասնագետներ են, այլ երկար տարիների փորձով մասնագետներ են, ովքեր որ ունեն հսկայական մեծ բիզնեսներ եւ իրենց տրեյնինգներն էլ իրենց նման հսկայական բավականին թանկարժեք են։ Մի տրեյնինգը 500 եվրոից ավել է։ Գնում ես այնտեղ, սովորում ես ինչ-որ մի բան եւ եթե կարիքը կա որ քեզ աջակցեն, նրանք աջակցում են քեզ նաեւ։ Դասընթացների միջոցով, բայց դա եւս էլի վճարում ես։ Մի խոսքով նման ինչ-որ տեղեր կարող եք այցելել իհարկե Հայաստանում մի քիչ ավելի մաչելի են, ավելի միգուցե անվճար են, կարող է պետք է ձեզ ուղարկեն նաև գործուղման, միգուցե թե դուք բիզնես ունեք, բիզնեսի նպատակով եք մեկնում գործուղման, ինչ որ միտեղ կարող է հավելյալ գործ եք ուզում ունենալ, բիզնեսն եք ուզում օնլայնել, այնտեղ ինչ-որ խանութ ունենալ, գնում եք, ուսումնասիրեք տարածքը եւ այլն, հետո որ գաք անեք դա։ Միգուցե տեղափոխում եք ձեր բիզնեսը մեկ այլ տեղ կամ մեկ այլ տարածք, մեկ այլ երկիր, քաղաք այդպես, ինչ որ տեղափոխություն է կարող լինել։ Աշխատանքից եւս կարող եք տեղափոխվել մեկ այլ աշխատանքի, չի բացառվում։ Բայց բամբասանքը կա, մի քիչ ուշադիր եղեք, պետք չէ բոլորին վստահել ձեր աշխատանքի վայրում հստակ։ Ընկերներից շատ սեր կստանաք, գուցե ընկերներից ոչ մեկը սիրահարվել է ձեզ եւ այդ մասին ասում է, սիրալիր կլինեք մեկը մյուսի հանդեպ, ինքն է սիրահարվել, ինքը կգա ձեզ կպատմի, որ սիրահարվել է, եթե օգնության կարիք կունենաք ձեզ անպայման կաջակցեն, նաեւ կստանաք ինչ որ ձեր կատարածի արդյունքները եւ շատ ուրախ կլինեք այդ առումով։ Միգուցե դուք եք սիրահարվում, դուք եք կիսվում ձեր շրջապատող մարդկանց հետ, միգուցե այստեղ սիրային թեմաներ, խնդիր, միգուցե դա եք քննարկում ձեր ընկերների հետ,
աջակցություն է պետք, միտք է պետք հավելյալ, կողքից հայացք է պետք, որտեղ մարդու սիրարված է հաստատ կողքից չի տեսնում իրան։ Այդ ժամանակ է պետք կողքից տեսնել, որպեսզի սխալներ չանել։ Հետո ես արդեն զգում սխալները ուշ է լինում, երբ որ արդեն այս սերը մի քիչ նստում է։ Եվ ասեմ, որ դուք խնդիրներ չունեք, վախեր չունեք, որևիցե պահեր չկան, որ ասեմ, ինչ որ բաներից վախենում եք, միգուցե ընկերներից եք վախենում, լավ ընկերներին կորցնելուց եք վախենում, գաղտնիքը կարող եք պատմել ոչ ընկերոջը, բայց դա եւս կարող է հետո վախ առաջացնել, հանկարծ չբարձրաձայնի այստեղ այնտեղ, ինչ որ նաեւ նման մտքեր կարող են ձեզ մոտ առաջանալ։ Դե, բայց հստակ է, ինչ որ շատ մեծ խնդիրներ ես այստեղ չեմ տեսնում։ Եթե խնդիրներ միգուցե ընկերը ստեղծի։ Ընկերը ընկերուհին։ Ինչ առումով անընդհատ իր խնդիրներով գնաք զբաղվեք, մնա եւ ձեզ, հա, ձեր գործերը մնա եւ դա ձեզ խնդիր բերի։ Այդպես ինչ որ հատուկ ինչ որ բաներ չկար։ Ընդհանուր առմամբ մայիս ամիսը այստեղ եթե վերածենք կանխատեսման ընդհանուր ֆոնը, ուշադրություն պետք է դարձնեք առողջությանը, հարաբերություններին եւ ճամփորդելու ընթացքին։ Շատ պետք է ուշադիր լինեք։ Որտեւ քարտեր կան, որոնք որ ինձ այդքան էլ դուր չեկան։ Ուշադրությունը միշտ պետք է, մարդը պետք է միշտ զգոն լինի։ Իսկ եթե զգուշացած եք, եթե զգուշացնում են ձեզ, ապա հատկապես պետք է ուշադիր լինել։ Այսքանը ձեզ համար, թող որ մայիս ամիսը ձեզ համար լինի ամենահաջողակ ամիսը, հաջողություններով լինի, ուշադիր լինեք, եթե ինչ-որ պոչեր ունեք այնտեղ, եւս հստակ նշվում էր, որ հանեք ձեր կյանքից հանգիստ թեթև ապրելու համար։ Այսքանը լավ եղեք։